Ես նախ ուղեմ պարոն Ռուբինյանին առնվազն 4-րդ, 5-րդ, որովհետև շատ ունենք։ Ողջույն սիրելի Տավուշ, ողջույն սիրելի Իջևան։ Իրականում նոր որ գալիս էի, որ բեմ բարձրանայի, շատերը ասում էին, դե էլի կսատկացնես, ասում էի, չէ, իրականում այդ մնացած տեղերի համար, Տավուշում ինձ թվում է մի քիչ ուրիշ բաների մասին պիտի խոսենք։ Հատկապես, որ ինձնից առաջ էլ ելույթ էր ունենում Արայիկ Հարությունյանը, որը եթե չգիտեք, եղել է նաև իմ դասախոսը համալսարանում, դասախոսից հետո խոսելը մի քիչ ավելի դժվար է։ Ժողովուրդ, այսօր Տավուշում էինք ու այսօր ես ստեղ հանդիպեցի բանակի ընկերների։ Այսօր հանդիպեցի ընկերների, ում հետ մանկության ժամանակ խաղացել ենք, ժամանակ ենք անցկացրել, հանդիպեցի բարեկամների, հանդիպեցի տղերքի, ում հետ խոպանում ենք եղել, ես ուսանող ժամանակ, երբ որ վճարովի համակարգում էի, մի տարի ամառը գնացել եմ խոպան ու էլի շինարարության վրա եմ աշխատել, այստեղ երևի շատերի պես, այդ տղերքին հանդիպեցի, բարեկամների հանդիպեցի, ու այս նախադասությունը ենթադրում եմ ձեզ ոչ մի բան չի ասում, բայց որ ես սենց հետա հայաց նայում եմ, ժողովուրդ 10 տարի առաջ ես այս մարդկանց մայիս ամսին Տավուշում չէի կարա հանդիպեի, որտև այս մարդկանց 70%-ը առնվազն խոպանում էր ելնելու։ Մեկը Մոսկվայում էր ելնելու, մեկը Սոչիում էր ելնելու, մեկը Կրասնոդարում էր ելնելու, մեկը ուրիշ երկրում էր ելնելու առհասարակ, այդ մարդիկ ելնելու էին խոպանում։ Իրանց ընտանիքներից կտրված, իրանց երեխեքին լավագույն դեպքում Viber-ի վիդեո քոլով էին տենալու։ Այդ մարդիկ խոպանում ինչ էին անելու։ Դպրոց էին կառուցելու, բազմաբնակարան շենք էին կառուցելու, բազմաբնակարան շենքում ռեմոնտ էին անելու, ճանապարհ էին կառուցելու, այդ ամեն ինչը անելու էին ու նոր տարվան ընթառաջ հետ էին գալու Տավուշ, ճիշտ է։ Ու հետ գալով Տավուշ ինչ էին տենալու։ Տենալու էին, որ իրանց գյուղ տանող ճանապարհը փոսերի մեջ է։ Տենալու էին, որ իրանց երեխու գնացած մանկապարտեզը քանդու քարափ է։ Տենալու էին, որ իրանց երեխու գնացած դպրոցն է քանդու քարափ։ Հələ եթե տղեն էլ մի քիչ մեծ էր ելնելու, ամեն օր աղոթելու էին, որ բանակում տղեն հանկարծ թշնամու կրակոցից չզոհվի։ Բայց այսօր այդ մարդիկ Հայաստանում են, այսօր այդ բոլոր մարդիկ Հայաստանում են, ու այսօր այդ մարդիկ կառուցում են, Հայաստանում են կառուցում, Հայաստանում կառուցում են ճանապարհներ, Հայաստանում կառուցում են դպրոցներ, մանկապարտեզներ, ում համար են կառուցում, ում համար են կառուցում։ Այս երեխեքի համար են կառուցում, իրանց երեխեքի համար են կառուցում, որովհետև վերջապես եկել է այն ժամանակը, որ հայաստանցին, հայը, հայ մարդը, տավուշցին, չպիտի գնա ուրիշի համար մանկապարտեզ կառուցի, որ ընդամենը ուրիշների համար դպրոց կառուցի, ուրիշների համար ճանապարհ կառուցի, իր երեխուն թողելով ցեխերի մեջ, թողելով քանդած մանկապարտեզների մեջ, որպեսզի կարենա ընդամենը տան հացի հարց լուծի։ Եկել է այն ժամանակը, որ այդ մարդը կառուցում է իր երեխու համար, ու չկա դրանից ավելի սիրուն բան այս աշխարհում, հասկանում եք, երբ որ մարդը կառուցում է իր երեխու ապագան, մարդը կառուցում է Հայաստանում իր երեխու ապագան։ Ու բայց հասկանում եք այդ ճանապարհները, այդ դպրոցները, մանկապարտեզները ու մնացած ամեն ինչը, ջրագծերը, որ մենք կառուցում ենք Հայաստանում իրար հետ, դա ամենամեծ բանը չի, որը մենք կառուցել ենք իրար հետ, ժողովուրդ ջան։ Մենք իրար հետ մի շատ ավելի մեծ, շատ ավելի ուժեղ, շատ ավելի կարևոր մի բան ենք կառուցել, ժողովուրդ։ Մենք իրար հետ կառուցել ենք խաղաղություն։ Դա դուք եք կառուցել, ձեր ձեռքերով եք կառուցել, ձեր քրտինքով եք կառուցել, մեր որդիների արյունով ենք կառուցել, բայց կառուցել ենք, ու կառուցել ենք էլի այս երեխեքի համար, հենց իրանց համար,
Հենց իրանց ապագայի համար, որ իրանք իրանց կյանքը կապեն Հայաստանի հետ, որ իրանք երբ որ այդ սիրուն դպրոցները գնան, սիրուն մանկապարտեզները գնան, միևնույն է էլ չմտածեն թշնամու կրակոցի մասին, չմտածեն մահվան մասին, այլ մտածեն մենակ կյանքի մասին, կյանքի մասին։ Հենց այս ենք մենք կառուցել իրար հետ։ Ու բայց ասում է կառուցել ենք, ֆունդամենտը գցել ենք, պատերը բարձրացրել ենք, ամեն ինչ նարել ենք ու հիմա մնացել է մենակ կներեք օտարալեզու բառի համար, աբլիցովկենա մնացել անենք իրար հետ ժողովուրդ ջան։ Էդ էլ հունիսի 7-ին պետք է անենք։ Հունիսի 7-ին իրար հետ պետք է անենք։ Հունիսի 7-ին պիտի գնանք ընտրատեղամաս, պիտի գնանք ընտրատեղամաս։ Վերցնենք 16 ամառի քվեաթերթիկը ու ասենք, որ մենք մեր երեխեքի ապագան, մեր երեխեքի խաղաղ կյանքի իրավունքը, մեր երեխեքի պայծառ ապագան ոչ մի բանի հետ չենք փոխի։ 16 ամառի քվեաթերթիկը դա մեր երեխեքի խաղաղ ապագան է, դա մեր երեխեքի պայծառ ապագան է, ու մենք դա ոչ մեկի չենք տալու։ 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք, 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ։